Վարչական իրավախախտումները մնում են ճանապարհային անվտանգության առանցքային խնդիրներից, անմիջական ազդեցություն ունենալով երթևեկության կարգապահության վրա։ Վերջին 1 տարում արձանագրվել է խախտումների պատկերի էական փոփոխություն։ 2025 թվականին բարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 միլիոն արձանագրություն, մինչդեռ նախկինում ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին տարեկան ցուցանիշը կազմել է մոտ 300,000։ Ներքին գործերի նախարարը պարզաբանում էր, որ խստացված վարչարարության արդյունքում ճանապարհներին արձանագրվում է զոհերի թվի նվազում։ Օրինակ 2024 թվականին այդ թիվը նվազել է 45-ով, իսկ 2025-ին եւս 50-ով։ Անցած տարվա կտրվածքով ըստ էության ունեցել ենք նաեւ մեծ թվով անձինք, ում որ բարեկային ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում զրկել ենք վարորդական իրավունքից։ Այդ թիվը անցած տարի կազմել է 5435, 2024-ին եւս համանման թիվ ենք ունեցել։ Արձանագրված շուրջ 1 միլիոն խախտումները իրավապաշտպանների կարծիքով պայմանավորված են վերահսկողության կտրուկ խստացմամբ։ Նրանք նշում են, որ բարեկային ծառայության աշխատակիցների վերապատրաստման ժամկետները պետք է երկարաձգվեն, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ավելի խորությամբ ուսումնասիրել մասնագիտական կրթությունը, հատկապես վարչական վարույթների եւ իրավունքների շրջանակում։ Ներկա ժամկետներում նրանց գնահատմամբ բոլոր առարկաների լիարժեք յուրացումը դժվար է ապահովել։ Անձը կատարում է խախտում, բարեկային ծառայությունը արձանագրում է խախտումը, բայց չի կարողանում այդ արձանագրած խախտումը հետագայում հիմնավորի։ Մեր իրավական համակարգի հենց խնդիրը դրանում է կայանում։ 1 միլիոնից 10%, 15%-ն է, որ օրինական ուժ ստանում։ Մնացածը համատարած բողոքարկման արդյունքում բեկանվում է եւ ոչ իրավաչափ է ճանաչվում։ Իրավաչափության սկզբունքը ապահովված է հենց գիտելիքների պաշարով։ Մասնագետների դիտարկմամբ արձանագրությունների բողոքարկման աճը լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանները, ինչի հետևանքով վարչական վարույթները հիմնականում քննվում են գրավոր ընթացակարգով։ Նրանց պնդմամբ հաշվի առնելով արձանագրությունների կտրուկ աճը, անհրաժեշտ է վերանայել վարչական տուգանքների քաղաքականությունը։ Վարչական ակտերի ժամանակ էլ, երբ որ դատարանը ապացուցման բեռ է դնում բարեկային ծառայության վրա, որի ապացուցի իր արձանագրության հիմնավորվածությունը եւ պատճառաբանվածությունը, բարեկային ծառայությունը չի կարողանում հիմնավորել, քանի որ ապացույցները բացակայում են։ Ավելի նպատակահարմար է վարչական ակտով տուժերի բարձրացում տեղի ունենա, որպեսզի եթե դու քաղաքացու գրպանին ես կպնում, ինքը ավելի պատասխանատվությունը բարձրանում է, քան քրեական օրենսգրքով տանել պատասխանատվության ենթարկել, որովհետև ամեն պատիժ չի, որ իր սոցիալական արդարությանը հասնում է։ Մոտ 1 միլիոնի հասնող արձանագրությունները հաճախ պայմանավորված են նաև քաղաքացիների օրենքի նկատմամբ անտարբերությամբ, ահազանգում են իրավապաշտպանները։ Ըստ նրանց խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է համադրել խիստ վերահսկողությունը որակյալ վարչարարության, մասնագիտական պատրաստվածության բարձրացման եւ հանրային իրազեկման հետ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։